Վարպետ Համասահյանը կանչեց իր մոտ, այսպես ուսին, ծնկին, այսպես, ծնկին ինձ, այսպես դեմ տվեց, նստեցի, ասեց, բալես կարդում ես, հեռիս ասեց, շատ է կարդում համա, ասեց, ուրեմն հիշիր, հայի համար, Աստված աշնչից հետո պետքա Թումանյան լի, այնս է լսում, ես հետ կրտում եմ, և եկավ սնեք, ինչ է եղել բալես, ինչ է եղել, ասում եմ, Գևորգը մեռավ, Ինչ Գևորգ, Չաուշի մասին էր հետ տեսարանը, շատ ծանր էի դա։ Իմացած Երևանի տղերքը կանանց չէին զազրախոս, որովհետև ես օրինակ ունեի իմ հորը, հորեղբորս, քեռիներից, ես տենց բան չեմ հիշում, որ նրանք կանանց քննարկեին, զազրախոսեին, հայոյեին, ուսանողական նստացույցի ժամանակ, որոշվեց, որ այդ օրը վերջանում ամեն։ Այսինքն Արցախի հարցը լուծվել է, ուր եք գնում։ Մնացինք ես Բադալն ու Խչոն նկարիչներից հրապարակում ու մեզ տարան հարցակայնության։ Ինչպես եք վերաբերում հայկական հայոց հարցին ու հիշում եմ, որ օդը կանգնել դպրոցում։ Ինձ համար դա նորմալ էր։ Հիմա որ մտածում եմ, եկեք հիշում եմ, հետո դասարանցիներս որ մեկը կհիշի։ Հայրենիք սիրելն էլ նորմալ երևի։ Ինչպես մորը սիրելն է նորմալ երևի։ Որ ասում են, հայրեն ասել աղջիկա, սասներդ կտրեք։ Դա նորմալ է, տենց էլ պետք է լինի։ Սա սիրվելու երկիր է, ինքը աստվածային և ավետյաց երկիր է։ Երբեք նյութը ինձ համար կարևոր չի եղել, իմ անձնական նյութը։ Ես նյութը հայթայթել եմ, որպեսզի ինչ-որ լավ գործ անեմ։ Երբ որ դու նկարում ես, բայց ասում ես ինձ քաղաքականության մեջ մի խառնեք, այդ Մասիսը, որ նկարում ես, որը քեզ 2 կոպեկ է տալիս, որ երեխեքիդ պահես։ Այդ ժամանակ դու այդ էլ է քաղաքականություն, առասարակ մեր երկրում ապրել է արդեն քաղաքականություն չլավ։ Ողջույն, 24 նյուսի եթերում անուշադրության կենտրոնն է։ Այսօր իմ հյուրն է իմ սիրելի երգչուհի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյան։ Բարև Շուշան ջան։ Բարև։ Շնորհակալ եմ, որ հրավերս ընդունեցիր։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Շուշան ջան, դու այն բացառիկ երգչուհիներից ես, որ երևի շոու բիզնեսի ներկայացուցիչներից, որ պարզապես երգչուհի հնարավոր չի քեզ ասել, որովհետև դու մտավորական ես առաջին հերթին։ Եվ հետաքրքիր է, տարիներ առաջ բավականին շուտ տարիներ առաջ ես մի անգամ եթերով տեսա մի հարցազրույցի ժամանակ քեզ հարցրեցին այսպիսի մի հարց, ինչպես անենք, որ երգարվեստի այսպես մակարդակը բարձրանա, Հայաստանի Հանրապետությունում, եւ դու ասես մի հետաքրքիր խորհուրդ տվեցիր, ասեցիր գիրք կարդացեք։ Ես հետաքրքիր առաջին հայացքից թվաց, թե իրար հետ կապ չունեն հարցն ու պատասխանը։ Բայց երբ մտածում ես, զգում ես, որ թերևս այո, իսկապես գիրք կարդացեք։ Դու էլ այդ կարծիքին ես եւ այսօր էլ հենց այս օրերին Հովհաննես Թումանյանի ծննդյան օրերի արդիվ այսպես գրքի մեծարման եւ գրի մեծարման օրեր են, գիրք նվիրելու եւ հետաքրքիր ինչ է կարծիքդ մինչեւ այսօր։ Միանշանակ անդավաճան եմ այդ գաղափարին, հատկապես հայի համար շատ կարեւոր է հայակերտման ամբողջ հետեւորության անցնելու համար պետք է սկսել գրականությունից, հայ գրականությունից եւ իհարկե համաշխարհային մեծ գրականությունից, բայց հիմքը այ նրանից որ գալիս է Թումանյանի հանճարեղ հեքիաթներից, հետո ավելի հասուն տարիքում, ասենք Թումանյանի Սասունցի Դավիթն է կարդում, Թումանյանի հենց տարբերակը, բացի բնօրինակից, որ դարերի պատմություն ունի, եւ գալիս է այն եզրահանգման, որ ես ուրեմն 7-րդ դասարանում եմ կամ 6-րդ։ Տիգրան Քեռիս գրել եմ վոկալ ցիկլ Համասահյանի խոսքերով եւ մայրիկիս հետ գնում ենք Տիգրան Քեռուստուն, որտեղ Համասահյանն է, Հրանտ Մաթեոսյանն է, իսկ ես սարսափելի հետաքրքրասեր եմ եւ ամենտեղ պետք է լինեի անպայման։ Ու նստած նայում եմ 4 մեծ մտավորականներ, արտիստներ խոսում են, քննարկում են Մետո մաման երգեց, ցույց տվեց մեծ շատ սեր եւ ընդունելություն ունեցան այդ 4 հրաշալի երգերը, ֆանտաստիկ բանաստեղծությունների հիման վրա եւ խոսակցության ընթացքում ինձ վարպետ Համասահյանը կանչեց իր մոտ, այսպես ուսին, ծնկին, այսպես ծնկին ինձ այսպես դեմ տվեց, նստեցի, ասեց բալես կարդում ես, քեռիս ասեց շատ է կարդում համա ասեց ուրեմն հիշիր, հայի համար Աստված աշնչից հետո պետքա Թումանյան լինի։ Ասեց Թումանյանը դա ամենայն հայոց գրողն է։ Ու ես միշտ հիշում եմ,
Այնպես որ պատահական չէր հիմա որ ես հենց այսօր եմ։ Հենց այսօր է իր Քո հյուրը եւ Թումանյանից սկսեցիր, հա։ Հա գրականությունը։ Ասենք ես իմ տեսակը ձևավորվել է Խաչիկ Դաշտենցի հրանջբարներով 15 տարեկան էի որ կարդացի եւ հիշում եմ որ մի հատ այսպես պատմություն կա մաման ձայնս է լսում ես հեծկլտում եմ եւ եկավ սնեք ինչ է եղել բալես ինչ է եղել ասում եմ Գևորգը մեռավ ինչ Գևորգ Չաուշի մասին էր այդ տեսարանը շատ ծանր է դա այսինքն Մուշեղաշյան մի հատ հիշեք այդ բոլորը Բակունս որ մեկին ասեմ ախր Ռաֆի այ որ մեկին ասեմ ոնց ես հայ դառնում ամեն հայ մտավորականի տեսանկյունից ընկալելով քո երկրի աստվածային խորհուրդը այդ հենց այնպես չես սիրում հայրենիքը հենց այնպես չեն գորգորում իրան պետք է իմանալ տակից վրայից հողով խոսքով ջրով օդով կանաչու հոտով ոնց ասեմ Արարատով ամեն առավոտ, որ խենթի պես բազում ես պատշգամբը տեսնես Արարատից, որտեղ ինքը արդեն իր հետ կապ ունես դու։ Քո պատշգամբից երևի Արարատը։ Եվ ինքը ինձ ասում է թե այսօր ինչ օր է լինելու եւ ինչ է կատարվում աշխարհում, հա դե։ Ուղղորդում է ինքը։ Այո, այսօր գիտես ինչ անհանգիստ էր։ Առավոտյան էլ հիմա էլ, որ գալիս է ճանապարհին։ Անընդհատ ինքը ենք անհանգիստ օրեր են իրապես։ Դու ասես ինչ տանջված է Արարատ լեռը, ինչեր ա տեսել։ Բայց իրենք բոլորը իրական են, իրենք մարմիններ են, սիրտ ունեն իրենք։ Ու ես այդպես ապրում եմ, այդպես ապրում։ Թումանյանի մասին ասեցիր Համոսահյանը ինչպես է ասել, հիշեցի, որ Հրանտ Մաթևոսյանը իր գրի մեջ այսպիսի մի տողեր ունի, հայրը մոտենում է Հրանտ Մաթևոսյանին, ասում է՝ «Տղա, ինչ ես անում»։ Ասում է՝ «Թումանյան եմ սովորում»։ Ասում է՝ «Տղա ջան, Թումանյան սովորում են, Թումանյան գիտեն, ուրիշ բան արա»։ Այսինքն Թումանյանը սովորել։ Այսինքն դու քո մեջ ունես, պիտի իմացած լինես Թումանյան։ Թումանյանը նա չի, որ պիտի սովորես։ Թումանյանը ես հետո պիտի այդպես Համոսահյանի նման հողի հոտն ու համը իմանաս իր պոեզիայի նման։ Համոսահյանը այսպես հայրենիքի երգիչ է, ուղղակի բնության եւ Չարենցի նման պետք է տիեզերական հայրենը իմանաս։ Ամեն մեկի հետ Իսահակյանի հետ իմաստնությունը իմանաս։ Տերյանի հետ քնարը, զգայականը, սերը։ Բայց հասկանում եք, մեզ մի խառնակ ծեր, բայրի արչից վղեր, իններ է Տերյանը գրել։ Ամեն ինչի մեջ սեր, ուժ եւ ամենակարևորը եւ ամենակարևոր մի բան, որ այսօր իսպար կորել է։ Արժանապատվություն։ Ինչ եղավ մեզ, Շան, ինչ է արժանապատվությունը այդպես։ Ինձ միշտ թվացել է, որ մեր ազգին առանձնահատուկ այդ արժանապատվության տեսակը հատկապես այսպես արու տեսակի, հայ տղամարդու տեսակի։ Հա, ինչ որ մեր չափազանց արժանապատվությունի մա խոսում ենք որպես մարդիկ, որ սիրում են հայերեն, բայց թասի բարի մասին է խոսքը։ Այդ որ հասկանալի լինի ասեմ, հա։ Դե շատ էր մի քիչ, չէ՞, մի քիչ պատե եւ անպատե խորհուրդը, բարի խորհուրդը գործածվում էր եւ այդ մի անգամից կորավ։ Զարմանալի էր։ Ինչ էր դա։ Չկար ի սկզբանե ձևական էր ոնց կարող է չէ։ Կար չէ, բայց ինչ պատահեց։ Ինչ եղավ հետաքրքիր։ Արի դե գրականությունից սկսենք, Անուշից սկսենք։ Անուշից սկսենք։ Արժանապատվության խնդիր չէ Մոսի ու Սարոյի կռիվ, այսինքն ամեն տեղ կա դա։ Չէ, գրականության մեջ նկատի ունեմ։ Ես չգիտեմ ինչ թմբիր է։ Ես չգիտեմ ես ինչ թմբիր է։ Ես չգիտեմ ես ինչ ատելություն է։ Ինչ չարություն է եւ ինչ ագահություն է։ Ագահություն։ Ագահություն։ Ես կարծում եմ, որ ամեն ինչի հիմքում հենց ագահությունն է։ Որովհետեւ ագահությունն է դրդում քեզ զազրախոսելու, չարախոսելու, չցանկանալու, չկամենալու, անիծելու, որովհետև դու անդադ մրցման մեջ ես բոլորի հետ, առանց հաշվի առնելու քո թռիչքի չափը, քո կարողությունը։ Եթե դու գիտես քո թռիչքի չափն ու կարողությունը, ուրեմն հասիր քո կարողության ամենաբարձր կետին եւ փորձիր ինքդ քեզ անընդհատ ավելի կատարելագործել աշխատիր ինքդ քո վրա, չէ, դու կես ճանապարհի կես անցած տեսնում ես այն մյուսը հաջողել է, բայց դա իր թռիչքն է, քոնը չի, ու դու սկսում ես կռիվ տալ, մեջքից խփել,
Ես խոսում եմ բոլոր այն բաների մասին, ինչի ինքս իմ մաշկի եւ իմ մեջքի վրա զգացել եմ։ Փոխանակ իրենք ճանապարհը հարթեն, կողքինի ճանապարհն են փորձում խանգարել, փակել։ Դրանով կարծում եմ պիտի հաջողեն, բայց մոռանում են շատ կարևոր եւ ամենակարևոր խորհուրդը։ Գերագույն դատավորի խորհուրդը, որ երկնքից ամեն ինչ տեսնում է, որովհետեւ ամենատես է Տեր Աստված։ Շուշան, վերադառնանք նորից երաժշտությանը։ Քո հրաշալի գեղեցկուհի մայրիկը, այսպես ասեմ, Արաքս Մանսուրյանը, այսպես հավերժ երիտասարդ, անտարիք գեղեցկուհի եւ հրաշալի երգչուհի, ենթադրում եմ, որ ինքը քո առաջին ընծոսուցիչն էր եւ ինքը մինչեւ հիմա քո ուսուցչուհին է։ Այո։ Վերջերս տեսա մի տեսանյութ, որ երգում էր մայրիկ քո հանճարեղ երգը, որ շատ եմ սիրում։ Մայրն Ալիսի երգը։ Այո, եւ դու երկելով մոտեցար մայրիկին, այնքան գեղեցիկ տեսարան էր, ու ուղղակի սենց փշակաղվեցիր ամբողջ մարմնով։ Ճիշտն ասած, ինձ համար շատ ծանր էր, որովհետև 6 տարի մայրիկին չէի տեսել եւ առաջին անգամ իմ համերգին էր։ Ուրեմն, որ սկսեցի երգել, հետո աչքս ընկավ վրան, շատ հուզվեցի, դրա համար ասացի, լսի, ավելի լավ է երգելով մոտեցա իրեն, գրկեցի, որ իրեն զգամ, բայց չտեսնեմ, որովհետև ինքն էլ էր հուզված, այդպես հեշտ էր երգելը։ Հետո որ շուռ եմ գալիս, հակառակ կողմով եմ շուռ գալիս, որ չտեսնեմ, ու կարող եմ երգը ավարտել։ Զգացվեց, որ շրջվեցի։ Փախա։ Մայրիկն էլ էր դենց հուզված։ Առաջին առասարակ ծնողներիս շատ շնորհակալ եմ, որովհետև ինձ շատ են տվել։ Շատ են տվել։ Եվ երբեք չեմ զգացել գովեստի խոսք։ Նայ, ասում են երեխան պետք է սիրո մեջ մեծանա, ես այդ սիրո մեջ մեծացել եմ։ Գովեստի խոսքը դա պատե եւ անպատե զավակներին գովաբաներն է։ Նույն սկզբունքով ես իմ երեխեքի հետ եմ։ Այսինքն երկուսն էլ գիտեն որ խիստ եմ, գիտեն որ ազնիվ եմ, չեմ խափի։ Եվ եթե հրճվանքս մեծ է լինում, իրենց աշխատում եմ ցույց տալ, բայց կողքիններից ասում են երեխեք նայեք ինչ են արել, մեծս կամ փոքրս։ Այսինքն չես փորձում անպատե այսպես գովեստի խոսքի շռայել զավակներիդ։ Ուզում եմ ինչ հաճոյանալ իրենց։ Ես չեմ ուզում իրենց հաճոյանալ, երևի ես երկրի միակ մարդն եմ, մայրը, որ իր զավակներին պիտի միշտ ճիշտ ասի։ Ես էլ եմ այդ կարծիքին։ Որովհետև որտեղ հարազատը կարող է բացի դրանից մայրը այնուամենայնիվ շատ սուբյեկտիվ է, որովհետև եթե աշխարհում կա մի անքննելի սեր, դա մոր սերն է զավակի նկատմամբ, չէ՞։ Բայց ով է ասել, որ այդ սերը պետք է այնքան կույր լինի, որ դու անverջ գովես քո տաղանդավոր կամ ոչ տաղանդավոր զավակին անverջ գովես եւ արդյունքում դու վաղը չես լինելու, իրենք ոնց են ապրել։ Ոնց են ապրել, ոնց գովեստի տակ ինչպես են շատ նման է 45-50 տարեկան երեխեքին, որ մամաները իկով են դիմում։ Իկով Արմենչիկ, Սյուրենչիկ կամ լուրջ եք ասում, այդ մարդիկ են։ Այդպես տենդենց կար։ Այդպես իրենց մեջ մնում են, իկով են դիպլոմներ էին առնում եւ իրենք ամբողջ կյանքը հայր ու մայր աշխատում էին եւ զավակին պահում էին, հետո ամուսնացնում են, այդ զավակի թորներին էին պահում, հետո մի օր իրենք չէին լինում եւ ամեն ինչ ավարտվում է։ Եվ ամեն ինչ ավարտվում է, որովհետեւ ոչ ուսում է ստացել, ոչ կրթություն ունի, ամբողջ կյանքը շփացած ծնողների մոտ։ Ոնց կարելի է այդպես բաներ անել։ Հիմա իհարկե մի քիչ ուրիշ է սերունդը։ Ես գիտեմ հիմա, որ եթե ուզում են, եթե ուզեցին, ուրեմն գնում են մինչև վերջ իրենց ուսումներն են ստանում, իրենց ուսումնական այդ աստիճաններին են փորձում ձգտել, հասնել եւ այլն։ Այդ առումով իհարկե կա շատ առաջադիմություն, բայց դրա հետ մեկտեղ կա մի այլ վնաս։ Ոչինչ, ես չեմ վախենում հին համարվելուց։ Ազգային մշակույթն ակորում։ Ազգային մշակույթի ընկալումն ակորում նոր սերնդի մեջ։ Այսինքն ինչ որ այսպես ավելի հաշվի չի առնվում մեր գեոպոլիտիկան, մեր երկրի գտնվելու բարդ վայրը, տարածաշրջանը, շրջափակումները, անհաջող իշխանությունը ներկայիս, կործանարար եւ անհաջող իշխանությունը։ Այդ ամենը հաշվի չի առնում, որովհետեւ իրենց մեծ հաշվով հոգնած են երևի, որ ասում եմ ինչի են թմբիլ, ինչ գուցե հոգնած են ուղղակի։ Հա բայց պիտի կարդալ մեկը։ Բոլոր տեղերում պետքա, բոլոր դեպքերում պետքա կարդալ։ Անի ջան, երբ որ ինձ fake ինստիտուտը ներկայիս իշխանության հիմնադրած fake ինստիտուտը գրում է, իմ վրա չի ազդում, ասեմ ինչու։ Ես մարդ եմ իմ զգայարաններով, բավական նրբազգաց, բարեկիրթ ընտանիքից եւ այլն, այսինքն այդ ամենը պիտի ազդեր վրաս։
Անգրագիտությունը տեսել եք դուք այդ գրառումների։ Շատ այդ լատինատարել երբեմն գրում են, դա սարսափելի եւ Անգրագիտությունը մտքերի արդեն բանի մեջ են, ուղղակի այսպես 3 նախադասությունը, ոնց կարելի է 8 տարի նույն նախադասությունները գրել։ Ոնց կարելի է 8 տարի չունենալ երևակայություն, որովհետև կարևորը այդ 30 արծաթն է, որ աշխատում եք։ կարևորը մի բան գրելն է երևի, 30 արծաթն է կարևոր, անջան, խիղճները ծախել են։ Խիղճը ծախել են։ Իմ իմացած Երևանի տղերքը կանանց չէին զազրախոսում։ Որովհետև ես օրինակ ունեի իմ հորը, հորեղբորս, քեռիներից, ես տենց բան չեմ հիշում, որ նրանք կանանց քննարկեին, զազրախոսեին, հայոյեին, նույնիսկ մեկ կան, որ գաղափարակիցներ ենք։ Մեր թիրախը մեկն է, անհայրենիքը։ Բայց ես որ տեսնում եմ իրենք հայոյում են, ինձ համար դա անընդունելի է։ որտեղ դա արդեն մշակույթ է դարձել մեր իրականության մեջ, այդ հայոյախոսը կանայք, որ սարսափելի է տեսնում ես կինա, օկտատերը, հուսամ ֆեյք է եւ հետեւում կին չի գոնե։ Չէ, կանայք են ցավոք, նույնիսկ ֆեյքեր գիտեմ, որ կանայք են տղամարդու անունով եւ հայոյում են, բայց դա ոչինչ, բավարար ռեալ կանայք են հայոյում։ Մեր սարսափելի։ Էս ինչ մեղք է, մեղքի մեջ կորած ենք։ Իրենք մեղքի մեջ են, ես չէ, բայց քանի որ մենք հայ ենք, մենք բոլորս ենք այդ մեղքի մեջ։ Ուրեմն ինչա պետք անել, պետք է ազատվել այդ չարեքից։ Շուշան, այսօր առավոտյան նայում էի մի Աստվածաշնչում մի հատված էի փնտրում, թե անտարբերությունը դատապարտելի է եւ գիտեի, որ դատապարտել ուզում եի գտնել այդ նախադասությունը, ինչպես է ինչ մեղք է համարվում, հա։ Քանի որ մեզ ինձ համատարած թմրության մեջ ու մի տեսակ անտարբերություն է եկել հանրության վրա, ինձ հետաքրքրում էր այդ հարցը։ Եվ ես տեսա, որ Աստվածաշնչում դա լուրջ մեծագույն մեղք է համարվում անտարբերությունը, այսինքն անզգայականություն բարին չտեսնելու եւ անզգա դառնալու հարց է այստեղ, եւ դա դատապարտելի է, մեծագույն մեղք է։ Այո, անշնորհակալ լինելու նաեւ։ Անշնորհակալ լինելն։ Տես մի հատ շղթայաբար, այսպես ամեն ինչից։ Փառասիրությունը մի քիչ առաջ խոսում էի։ Փառասիրությունը, papan ու maman 5 տարեկան մասեր, որ մեր թագավոր տղեն է։ Ինքը տենց մնացել է թագավոր։ Ինքը լուրջ հավատում է դրան։ Փառասիրությունը, ագահությունը։ Սարսափելի է, սարսափելի է։ Ինձ սրանք չեն սարսափացնում, սրանք գնալու են։ Ամեն ինչ անցողիկ է, սա էլ կանցնի։ Բայց հասարակության այդ շերտը մնալու է ու ապրելու է մեր կողքին։ Էլի, ինքը էլի լինելու է։ Հետո ինքը դառնալու է մետամորֆոզներ են լինելու, ինքրանք ապրելու են այսպես, հետո էլի ինչ որ միացա այդ հակում կրին, որովհետև կյանքը այդպեսին է։ Գալիս գնում, բայց գիրք կարդացեք, որ հասկանաք, որն է բարին, որն է չարը, որ հասկանաք ինչ հարցերում կարելի է գնալ կոմպրոմիսների հանուն երկրի։ Ոչ թե քննադատեք։ Երկու գիրք չկարդացած մարդը սովորացնում է, թե ինչ ոնց պետք է կառավարել երկիրը, լուրջ։ Ինքը իր նմանին գտավ, երբ որ հայտարարեց, որ յուրաքանչյուրը վարչապետացու եք։ Լավ եք զգում ձեզ վարչապետացուներ։ Լավ են սահմանամերձ են տարածաշրջանները, այն գյուղերը, որոնք որ հանձնված են հիմա։ Լավ է սահմանի պռնկին ապրելը։ Լավ է ամեն անգամ Սյունիք գնալիս իշխանասարը բանտված տեսնելը։ Լավ է Սյունիք գնալիս կարոտով նայելու դեպի Արցախ։ Հա։ Լավ է տենց անտեսական հայրենիք ապրելը։ Պատրաստ եք քարվանսարադառնալ։ Լավ է ձեզ, հա։ Ես նախկին եմ։ Ուրեմն ձեր հետ նույն հարթակում գտնվելիս հայտարարում եմ ձեզ, ես պատիվ ունեմ նախկին լինելու, եթե դուք այդ արժեքներով եք ապրում, որովհետև իմ արժեքը եւ գերագույն արժեքը դա հայ առաքելական Սուրբ եկեղեցին է, դա հայոց բանակն է, դա հայրենիքս է, դա հայ դպրոցն է, հայ մշակույթն է։ Հասկանում եք տարբերությունը իմ եւ ձեր։ Հա, եվրոպացի եք ուզում դառնալ։ Այդ մշակույթով անտեսակ անհարգալից վերաբերմունքով, հա, որ տենց դուք ազատ եք, դուք տենց եվրոպացի ազատներ եք ու կարակ հանգիստ հայեք փողոցում, հա, կարող եք թմրամ այդ նյութերը ծխելով փողոցում քայլել, որտեղ դուք եվրոպացի եք, լուրջ։ Քաղաքը իր դրամատրությունն ու գույնն ու հոտը կորցրել է։ Իմ Երևանն է, ես ստեղծվել եմ, ինքը իմն է, ինքը իմ քաղաքն է։ Ես
մի օր նախադասություն ասացի Երևան, ասացի հա ես տերն եմ Երևանի, ասացին մեծամիտ է։ Դու քո տանտերն ես, չէ՞։ Դու քո տանտերն ես, Ես չէ՞։ էլ եմ տերը Երևանում։ Դու քո տանտերն ես, չէ՞, որտեվ դու քո տունը մաքրում ես, փայլացնում ես։ Բա Երևանն էլ եմ տենց վերաբերում։ Ուրեմն ես իրա տերն եմ։ Դու էլ ես իրա տերը, դուք էլ եք իրա տերը, դուք էլ եք իրա տերը։ Ոնց բացատրեմ ձեզ։ Երբ որ դու տիրոջ զգացողությունով ես վերաբերում։ Այդ տունն էլ է շենանում։ Շենանում է, պահում ես իրան, Տեր փայփայում ես։ Երկիրը դել է պետք է սիրել։ Դուք սիրում եք երկիրը։ Հա, նախկիններին թիրախավորողներ, դուք սիրում եք երկիրը։ Ասեցիր ես նախկին եմ, ուզեցա ասեմ դու նախկին չես, դու նախքան ես։ Շուշան ջան, որովհետև երբ որ դեռ նախկին չկար, դու այդ ամեն իդեպ դու այն քիչ երկիչներից են արդեն այլևս ասեմ մտավորականներից, որ երբեք չի թաքցրել քաղաքացիական կեցվածքը, միշտ ակտիվ ես եղել։ 88-ից անիճ, երբ որ KGB տա։ Եղել է տենց դեպ։ Եղել է։ Այո, դա եղել։ 88-ին ուսանողական նստածությունի ժամանակ որոշվեց, որ այդ օրը վերջանում ամեն ինչ։ Այսինքն Արցախի հարցը լուծվել է, ուր եք գնում։ Մնացինք ես Բադալն ու Խչոն նկարիչներից։ Հրապարակում ու մեզ տարան հարցաքննության։ Այ բալիկ ջան դուք այս ընտանիքի բան։ Ոչ մի բան, միմիկա չփոխվեց, հիշում եմ։ Մինչ այդ արդեն խնդիր ունեի, արդեն թիրախավորված ուսանողների շարքում էի, որովհետև խաչ ունեի վզից եւ կոմերիտական չդարձա։ Դու ես այդ ժամանակ երեխա էի եւ հիշում եմ այդ շարժման ժամանակ քույրս էր մասնակցում, մեծ քույրս էր մասնակցում։ Հիմա որ ասեցի, հիշեցի, այսինքն դու չես դարձել կոմերիտա, որտեվ այդ քո վրայով պիտի անցած վերջինը պիոներն էր, որ չէ կոմերիտական չդարձա եւ այսինքն դրանով թիրախավորված էիր արդեն։ Դա արդեն եկել էր իմ փաթեթի հետ ինստիտուտ, ակադեմիա եւ խաչով եկա քննությանը չթողեց։ Ասեցի առանց խաչի չեմ, խաչը երբեք ինչ կնքված եմ, խաչս չեմ հանելու ըզիցս, ասեց քննության չես թույլ տա, ասի լավ, ես ես կխափեմ։ Հանեցի, կրծքարիցս կախեցի, հիմա լավա չկա խաչ։ Ու դուք ձեզ հաղթանակած եք զգում։ Հայկ էր անունը դրա հիշում եմ։ Այնպես որ նախքան ես։ Միշտ եմ կռվար։ Ոնց։ Ուրեմն 5-րդ դասարանում Հայրապետ Հայրապետյանն աման դպրոցում էի սովորում։ Ինքը եկավ դպրոց։ 5-րդ 4-րդ դասարանում։ Ինձ ոչ մի գործ չի սովորացրել, ես ուղղակի հայ մտավորականների ընտանիքում եմ մեծացել, որտեղ միշտ խոսվել է պապիս էրզրումցի լինելու մասին, տատիս լեռնահայաստանցի լինելու մասին, պապս էրզրումցի, տատս ուրեմն արմատներով Արցախից, որ հետո տեղափոխվել են Ղափան եւ հիմնել են նոր Առաջաձորը Մարտակերտի շրջանի Առաջաձորից եկել են հիմնել են նոր Առաջաձորը հայտնի Տոհմից է։ Սմբատ Մելիք Ստեփանյանի տոհմն է, տատս տոհմը։ Մյուս տատս Մարաշից, պապս Տիգրանակերտից այդ ամեն ինչի մասին միշտ խոսվել է, իրենք շատ նորմալ թեմաներ էին մեր տանը, հա։ Եվ դու անդադ լսել ես։ Ու ես չգիտեի, որ տենց չի կարելի այդ ժամանակ, որտեղ դպրոցում Հայրապետ Հայրապետյանը նստած է, ասում եմ, ինչպես եք վերաբերում հայկական հայոց հարցին ու հիշում եմ, որ օդը կանգնեց դպրոցում։ Ինձ համար դա նորմալ էր։ Հիմա որ մտածում եմ, եկեք հիշում եմ, հետո դասարանցիներիցս որ մեկը կհիշի, դասատուներիցս ով որ կողքսեր ավաղ կենթանի չի արդեն։ Հիշում եմ, որ օդը կանգնեց, ասեց. Շատ լավ եմ վերաբերվում, բալիկ ջան, շատ լավ եմ վերաբերվում։ Ինչ համարձակություն է։ Դե հա, բայց չի մտածում, որ դա համարձակություն է։ Երկիր սիրելը այն համարձակություն է, երկիր քո պատմությունը իմանալը համարձակություն, օրինաչափություն չի։ Հայրենիք սիրելն էլ է նորմալ երևույթ։ Ինչպես մորը սիրելն է նորմալ երևույթ։ Որ ասում են, հայրեն ասել աղջիկա, սասներդ կտրեք։ Դա նորմալ է, տենց էլ պետք է լինի։ Այո։ Սա սիրվելու երկիր է, բայց ինքը աստվածային եւ ավետյաց երկիր է։ Ես իրան խենթի պես եմ սիրում։ Եվ այնքան ուրախ եմ, որ ունեմ նման ընկերներ, այդ որակի ընկերներ ունեմ, որ այս հողին կպած են։ Այս օրերին այնքան հետաքրքիր է, այս դժվար օրերի մեջ այդպիսի մարդիկ այնպես ծնվեցին, այնպես առաջ եկան ու ես զարմացա, որ բավականին շատ են իրենք։ Ընդ որում երիտասարդների մեջ էլ ինձ չէր թվում, որ մենք այդպիսի լավ երիտասարդներ ունենք։ Բարայեղ երիտասարդներ ունենք։ Ինձ թվում էր այդպես եվրոպական հովերով են տարվել եւ բայց չէ, բավականին ամուր, պինդ, ողնաշարով եւ արժանապատիվ ունեցող երիտասարդներ ունենք։
Մի օր տենց ազատամիտ այսպես կոչված երիտասարդներ են, իրանք կան մեր կողքին են ապրում, շատ լավ երեխեք կան մեջները, տաղանդավոր երեխեք կան եւ այլն։ Նստած խոսում էինք, թե ինչ արել, ես սերնդի հարց է, այնուամենայնիվ ոչ դա ձեր ընկալման հարցն է, դուք հնաոճ եք մտածում, այսինքն որն է հնաոճը։ Որն է ստինց հնաոճ։ Ասում, ուզում հասկանամ, հնաոճ, սպասում եմ։ Չգիտի, նայումով ես, ասենք հեչ հնաոճ չի, էլի, ասենք որ հա, ասում եմ, դուք ձեզ թվում է որ հայրենիք սիրող եմ, բայց պետք է բեղերով եւ միահոն քաղցիկ լինի հյուսքերով։ Ոչ եք ասում, ու ցույց եմ տալիս իմ տատիկիս մոր, մորաքրոջ, բոլոր այդ նկարները ազնվական ցած ընտանիքի տոհմ եմ ցույց տալիս։ Իմ տատիկին, մամայիս կողմի տատիկինն եմ ցույց տալիս, Աննա տատիկիս նկարները Բեյրութից, երբ որ Մարաշից փախել են, փրկվել են, պապիկիս նկարները, մամայիս հորեղբոր նկարները, ասում, մի հատ էս հինա իրենց ժամանակի մեջ ժամանակակից մարդիկ են եղել։ Բունա նորը։ Բունա։ Բաները էս ձեր պիրսինգները, էս ականջողերս 3 հատ որ կան, սա 86 թվից է, 86, այդ թվից է, 86 թվից դա ազատության նշան, հա։ Ես կարող եի էս ականջողերով Խաչիկ Դաշտենց կարդալ, Չարենց կարդալ, Ֆոլկներ կարդալ, Համոսահյան կարդալ, Արծաթե դար կարդալ ռուսական պոեզիայի, կարդալ Կոպրին, Հենրիխ Բյոլ կարդալ, Էրիխ Ֆրոմ կարդալ։ Կավկա եւ այլն։ Հասկանում ես, դա չի ազատությունը, էս չի ազատությունը։ Եվ վերջնական բանը որ ասեցի, որ քարորիայի ժամանակ էր գնում ենք դիրքեր, ասի ես ուսապարկիս մեջ շատ կարևոր բաներ, շատ կարևոր երկրապահպան բաներ, ոչ թե երկրակործան բաներ, ուսապարկը նկատի ունեմ։ Ուսապարկով ես գնում էի դիրքեր, դիրք առ դիրք։ Եվ գիտեք ականջակալերից մեջ, ասենք Snarky Puppy էր հնչում, Weather Report էր հնչում։ Ես լսում էի լավ երաժշտություն, եւ դա իմ ազատությունն է, հենց դա։ Իսկ մնացածը ես պարտավոր եմ անելու։ Եվս մի բան, այս վերջերս խոսում էինք այդ մասին, որ ասում գիտեք, ես այն առաջնագծի ես ինչ ես եմ այլ, ասում։ Իսկ ինչի դու պիտի անես, ուրեմն որևէ հրեայի նման հարց չեն տա։ Իսկ ինչու եք դուք անում դա բանակ, լավ եմ անում։ Բոլորս ով կարողա պիտի անի։ Այսօրվա մասին չի խոսքը, որովհետև իսկ ովքեր են հարցրել։ Այդ ովքեր էին հարցնող, ինչու էս բան։ Մարդիկ, որոնք որ չէ, մարդիկ բանա, սրտացավ մարդիկ, որոնք որ իմ հետ նույն ուղղությամբ են նայում, բայց այ ինչու դու պիտի անեիր դա։ Դեցա, լավ եմ արել։ Բոլորս ով հնարավորություն ունի եւ հասկանում այս հողի արժեքը, պիտի աներ, պիտի ծառայեր։ Որևէ հրեայի դա չէին հարցնի։ Հենց այդ արտերիկը բայրահողն է, պետք է բայ։ Տղերք, այդ որ ծառայել եք բանակում, քարորյան եք անցել, հերիքա բողոքեք։ Հերիքա բողոքեք, այդ տղոտ չի որ բողոքում եք, որ բա գիտես բանակում էս չկար, այն չկար։ Միշտ հիշեք, թե Բաքվում 44 օրից հետո շքերթին ինչ ավար էին ցույց տալիս։ Քանի միլիոնների ավար էին ցույց տալիս հրապարակով, ցուցադրում էին որպես իրենց ձեռքբերում։ Եվ հիշեք ձեր հաղթանակները։ Առաջի պատերազմում, երբ որ դեռ կանոնավոր բանակ չունեինք, Քարորիայում, երբ որ մեկ անգամ եւս կարող եք վեր գտնել YouTube-ով, թե ինչպես է Էրդողանը դիմում նախագահ Սերժ Սարգսյանին իր ընկերոջ խնդրանքով Ալիևի, որպեսզի պատերազմը կասեցվի։ Կարդացեք մի քիչ։ Ինֆորմացիա իմանալը ված բան չի, կարդալը ված բան չի, կարդացեք, մի քիչ աշխատեք, հրամաններ արձակելուց առաջ սովորեք, բանավիճելուց առաջ դիրապետեք նյութին եւ լսել կարողացեք, սովորել կարողացեք։ Այս հողը իմաստնության պահվել եւ օրինակ կարող եմ բերել։ Առաջի պատերազմի ժամանակ, երբ որ մենք կանոնավոր բանակ չունեինք, իմ լուսահոգի ընկերը Ավշարյան Մոխոն ինձ Արցախում մի օր ցույց տվեց իր առաջին զենքը, որը որ ակնան են ազատագրել։ Փայտեր մի հատ։ Ասեցի, այս առաջին զենքս է ելել։ Բայց խելք ա եղել։ Արժանապատվություն ա եղել, խելք ա եղել, սուր միտք ա եղել։ Եվ հողին սիրել ա եղել, այս հողը սիրվելու երկիր է։ Հերիքա բողոքեք բանակից։ Քարորիայի ժամանակ մեկ ուտելիքից էին բողոքում։ Ես խելագարվել էի, որտեղ վերադարձա Երևան 3-4 օրով, որբիսի ինչ-որ բաներ կարողանամ ժողովել իր գլխի հետ տանել։ Եվ այդ մի դեպքը գիտեի, այն տղան, որ հաց էր հասցնում դիրքերը եւ մեքենան հրաշք մի հատ, ինչեւ հիմա դեմքը աչքիս առաջ է։ Ու այդ ֆոնի վրա, երբ որ լսում ես, թե իրանք ոնց են բողոքում, որ իրանք հաց չեն կերել 2-3 ժամ
կամ ուշացել է։ Ասում եմ, ասեմ, տղերք, ամոթ է ախր։ Ինչից եք խոսում։ Ձեր ընկերները ձեր կողքին են։ Բա մի քիչ այնքան Աբաջան Ռոբներ, Ուրֆանյաններ, Ոչինչ որ 3 ժամ Քարամներ, հա։ Տղերք, ամոթ է։ Հերիքա բողոքեք կոնսերվաներ էին կախված, հաղթում էինք այդ կոնսերվաներով։ Էդ էլ է Ղուրանում։ Իսկ հիմա ելակներ էին մատակարարում բան, վերջում պարզվեց ելակներով պարտվեցինք մենք։ Ենք պարտվել դավաճանված ենք։ Այո, ցավոք։ Մեր կյանքը այլևս երբեք առաջվանա չի լինելու մի պատճառով։ Չէ, հաղթանակներ լինելու են իհարկե։ Պարտություններին հետևում են հաղթանակներ։ Այդ լույս երեխեքի պորտրետները անընդհատ իմ աչքի առաջ են, որովհետև այդ մայրերի կողքին պետք է լինել։ Ես չեմ մեղադրում, որ իրանք անընդհատ այդ նկարները դնում են, բայց իրանք մեր հետ ուզում են, որ մենք իրենց կողքին լինենք, որովհետև այդպես ավելի հեշտ է հաղթահարել կորուստը։ Մենակ չլինենք, իսկ այդ կորուստը որևէ մոր չեմ ցանկանա, որևէ մոր։ Նույնիսկ 30 արծաթով ֆեյք աշխատող դավաճան շանվորթի անուղեղ անմակարդակ փոքրոքի զազրախոսող ֆեյքերին չեմ ցանկանա կորուստ։ Դա ահավոր բան է, Աստված բայ բոլորի զավակներին։ Իսկ մնացածը Աստծո առաջ կանգնելու են դատարանում, դատը, վերջին դատի մասին միշտ հիշեք։ Միշտ հիշեք, երբ որ զազրախոսում եք ինձ, իմ զավակներին, որոնց չեք ճանաչում, իմ ընկերներին, հիշեք։ Պատասխան եք տալու, իմ առաջ չէ, ես ով եմ, ես ո դատավոր չեմ, Աստծո առաջ, որովհետև չի կարելի այդքան չար լինել, չար ցանկանալ, անիծել եւ հայոյել չի կարելի։ Շուշան, այնքան ամբողջական է խոսքը, այնքան գեղեցիկ ես խոսում, զգում ես չեմ ընդհատում քեզ երբեմն, բայց հիմա ուզում եմ մի բան հարցնել։ 2018 թվականին, երբ եղավ մեր հայտնի այդ ամենը, հա, այսպես թիրախավորված էին որոշ մարդիկ, այդ թվում նաև դու, ու մի քանի ամենաշատը որ դա ամենաշատն է թիրախավորված։ Ես արհամական էր մի տեսակ, արհեստական չափազանցված թիրախավորում էր։ Մեծ բաներ են գրում, մեկ ուսս գնում այս վերջից հանճարեղը իմ փոքր կենտրոնում 24 բնակարան ունենալն է։ Եվ գիտես, ասենք, արդեն գիտեմ, ահա, այս մեր ֆեյքերն են։ Գիտեմ ֆեյքերին։ Բայց մեջ ռեալ մարդիկ են, հա, մեջ ռեալ մարդիկ են, որ հավատում են։ Մի հատ Արցախցի դասախոս համալսարանի ասել, ոնց Շուշան ջան դուք էլ։ Իհարկե ոչ։ Երբեք նյութը ինձ համար կարևոր չի եղել։ Իմ անձնական նյութը։ Ես նյութը հայթայթել եմ, որպեսզի ինչ որ լավ գործ անեմ։ Նյութը հայթայթել եմ, իհարկե, եւ ինչ համարձակությամբ եւ ինչ համառությամբ եմ գնացել ինչ որ ծրագիր իրագործելով, բայց դա երբեք ինձ համար չի եղել, իմ համար, իմ գրպանի համար չի եղել, եղել է իմ հոգու համար, որովհետեւ այս երկիրը սիրվելու երկիր է։ Հենց այդ է ուզում հարցնել, Շուշան, ինչի հենց դու, հենց արհեստականորեն չափազանցված թիրախավորում էր քո հանդեպ։ Ինչի հենց դու, ինչի պետք է ասել։ Տեղ չունեին թիրախավորելու։ Դրա համար կրկնակի էին անում, որպեսզի ոնց որ այդուն ասեց ընկերս Շարմազն ասեց գիտես ինչի ընկեր ասեց դու ասեց ռուսի ասեց բեզուպրեչնի ես ոչ մի բան չես արել բացի ծառայելուց երկրիդ սկզբում արվեստով հետո գործով կարող է նաև սիրուց կարող է լինել գիտեք երբ որ տեսք դու որպես երգչուհի շատ սիրված էիր հիմա հետադարձ ինչեւ նույն շատ սիրված ես բայց հետադարձ հայացքով որ դու նայում ես դու կարող ես հիմա փոշմանում ես որ մտերես քաղաքականություն երբեք չէ ինչի՞ որ Անի ջան եթե վատ բաներ արած լինեի եթե կարող չլինեի որևէ ծրագիր իրագործելու եւ ուղակի նստեի այնտեղ ինչպես ինձ ներկայացնում էին կոճակ սեղմող իհարկե շատերը նստած են այնտեղ ուղակի հիմնականում սիրել ես ես կասեի հա լավ իզուրել արեցի իմիջ գործեցի բան չէ բայց ես ինձ լավ ավելի կարևոր գործեր եմ արել ինքան կարևոր եւ լավ գործեր եմ արել որ ինձ ասում են ափսոսա չէ մնաց Արցախում չէ ափսոս չի այդ փորձեր ձեռք բերեցի իրագործելու ենք իրականացնելու ենք արդեն ավելի վարպետացած կլինեմ կիմանամ
թե սվաղը ինչով է պետք անել եւ այլն։ Շուշան, ինչի համար է մեր հանրության մեջ այդ միտումը կա, որ եթե դու որևէ մշակույթի գործիչ ես, երգիչ ես կամ գրող ես, ապա պետք է չխառնվես ընդհանրապես հասարակական կյանքին, քաղաքացիական որևէ։ Այո, փաստորեն այդպես է ստացվում։ Դե զբաղվես զուտ քո միայն գործով։ Ես նախ առաջ քաղաքացի եմ, այս երկրի քաղաքացի եմ, հետո նոր ինժեներ եմ, գիտնական եմ, նկարիչ եմ, երգիչ եմ, հետո այդ ինչ վախկոտ մարդու բան է այդ, վախկոտ մարդու հնարք է եւ դու քորոշումը դա ինչ բան է, դու տեսակ չունես։ Երբ որ դու նկարում ես, բայց ասում ես ինձ քաղաքականության մեջ մի խառնեք այդ մասիսը, որ նկարում ես, որը քեզ 2 կոպեկ է տալիս, որ երեխեքիդ պահես։ Այդ ժամանակ դու պետք է քաղաքականություն։ Առասարակ մեր երկրում ապրել արդեն քաղաքականությամբ զբաղվել։ Այլևս քաղաքականություն է արարած լուսանկարելը կամ ընդհանրապես նկարելը։ Միշտ ա եղել այդպես, որովհետև մենք ոչ մեկ չգիտի թե ինչպես են մեր առաջին, երկրորդ, երրորդ նախագահները պահել երկիրը 17% շրջափակումով։ 17%-ն է եղել, որ շրջափակված չէ եղել։ 83% շրջափակման մեջ երկիրը կար, երկիրը ձեռքբերումներ ուներ, հաղթանակներ ուներ, հա։ Այդ ամեն ինչը մոռանալ, այսինքն թմբիրը հասկանես ինչ է։ Ես հիշում եմ, որ 17 թվին էր, հա, 17 թվին էր Գերմանիայում էի եւ ապշեցի, որ գնացել էինք գրքի շնորհանդես էր այնտեղ, թարգմանվել էր բանաստեղծությունների ժողովածուն, գնացինք Գերմանիա եւ ապշել էի, որ ոչ մի բան հայացքս չի հանդիպում մի նորության, որ ես չեմ տեսնում Երևանում։ Այսինքն Երևանը դարձել էր եվրոպական եւ այդ փակ շրջափակման մեջ գտնվող երկրի մասին էր խոսքը, ինչպես դու ասացիր։ Այսինքն ամեն ինչ կար, բոլոր այդ նույն խանութները նույնը, ոչինչով չէին կարող զարմացնել։ Գուցե միայն ճարտարապետական ինչ-որ բաները, որ հասկանալի է, տարբեր մշակույթներ են։ Միջավայրեր, իրենք օթամանյան չունեն։ Հա, իրենք օթամանյան չունեն։ Լավ ասեցիր։ Շուշան ջան, քո մի քանի երգերը, իդեպ, եթե դրանից հետո ոչինչ գրած չլիներ, ոչինչ չերգեիր եւ ոչ մի կատարում չանեիր, երևի թե արդեն գրոց հիշատակին էիր արժանի, դա իմ նշած մայրիկի մասին երգներ։ Պատրանքի թևով երգն Մարինե Լեսի։ Հայրենիքի նվիրված երկու երգ ունես այդպես, որ հանճարեղ է։ Էդգար Գանջեմյանի երաժշտությամբ եւ իմ խոսքերով հայրենիք երգը։ Եվ վերջերս որ երգեցիր Մարտին Ահարոնյանի անունս Արցախ է, իմ անուշ հայրենիքն է իմ խոսքերով, անունս Արցախ են Արմանի Ղազարյան եւ Ավետ Բարսեղյանի երգերն են, Արցախի հողումն է, Արտուր Գրիգորիչիս եւ Վահան Անդրեասյանի խոսքերով Արցախ երգն է։ Շատ անունս Արցախ է այդ երգը այդ տեսահոլովակ էր, հա, դա որտեղ քո կարճ մազերով էր դու ներկայացնում էր այդ երգը։ Նույնիսկ այդ մազերի այդ սանրվածքը անգամ, այդ երգի կատարումը անգամ, ես ուղղակի բարձրաձայն լաց եմ եղել այդ երգի տակ։ Իսկ երգը գիտես ամենադժվարն է այս պահին ինձ երգելը։ Անունս Արցախ է։ Որովհետև երբ որ երգեցի դա հոկտեմբերի 6-ն էր կամ 7-ն էր 20 թվականի, եւ մեզ համոզել էին Արծրունն էլ էր համոզել, որ հեսա գետաշեն ենք հասնում, որ հաղթանակներ ենք տանում առաջ եւ մենք հաղթելու ենք։ Ես ինձ երբեք այդքան խաբված չեմ զգացել, հատկապես երբ որ վերաբերում է իմ սրտիս Արցախին։ Այդ երգը շատ դժվար է ինձ համար։ Այս վերջերս համերգ պետք է երգեի, այդ երգն էին խնդրել, որ երգեի։ Ասի խնդրում եմ էլ։ Ախր ես հենց հենց չեմ երգում, ես մեռնում եմ, տառապում եմ։ Մի արեք էլի։ Որովհետև ոչ մի բառ այնտեղ հենց այնպես չէր։ Հենց սկզբից տղերք ես ձեզ հետ խրամատում եմ, ձեր սուրբ մայրերի փոխարեն։ Ես հիմա կուզում եմ մի երգիր, որտեղ իսկապես շատ հուզիչ էր եւ բարձրաձայն լաց եմ եղել այդ երգի տակ։ Դե անհնար էր այդ ամեն ինչին այդ խոսքերը եւ այնտեղ մի խոսք ունես, որ մոտավորապես մարդ պիտի բախտ ունենա, հա, թշնամու հետ էլի։ Միշտ չի որ թշնամի մարդ չի, այսպեսի մի խոսք էր, հա, թշնամին միշտ չի որ թշնամի մարդ չի, էլի, հա։ Եվ հետաքրքիր է որ մեր թշնամիներին մերեր չեն բերել, հա, մերեր չեն բերել։ Ավետը ֆանտաստիկա գրել։ Ավետի խոսքերն են։ Այո։ Ֆանտաստիկ են, իսկապես շատ լավ են։ Հատուցիչ էր։ Ես ուզում եի քեզ հարցնեի իդեպ թե քո երգերի մեջ արդեն հասկացա, բայց պատասխանը արդեն պարզ է, թե որ երգներ որ հատկապես դու կառանձնացնես, հասկացա որ Արցախի մասին երգը հատկապես քեզ համար։ Արցախի մասին երգը, երազիմ երգերը։ Երազիմ երկիրը, որովհետև 1994 թվականին զինադադարից մի քանի օր հետո, մեր հաղթանակից հետո, մայիս 28-ին
երբ որ երկի թատրոնով երգում էինք հայ երգանի ներկայացումը, որի վերջին երգը Երազիմ երկիրներ, Արտուր Գրիգորյանը այնպես էր բեմադրել, որ ես երգում էի Երազիմ երկիր հայրենի, հոգսերը շատ հույսդ մեծ։ Երկրորդը Արմեն Գևորգյանն էր, Էմաներ, Արամոներ, Իդաներ, Գրիգորներ, այսպես միանում էինք, այսպես դառնում էինք կռունկ։ Երգը երգեցի, հետո վերջացավ ներկայացումը, մեկ էլ երգացրին այդ երգը, Վազգենը մատ էլ էլի երգեցինք, 3-4 անգամ երգեցինք ու գնացինք մեր այդ փոքրիկ ընդմիջմանը, որ հետո պետք է համարներ ելույթ ունենային առանձին։ Եկանք սուրճ խմելու սենյակում, մեկի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը եւ Վազգենը Սարգսյան սպարապետ մտան մեր սենյակ։ Վազգենը ասեց. «Երեխեք, մի հատ երգեք այդ Երազիմ երկիր»։ Շոշոջան մի հատ սկսի հլը։ Երգեցի, երեխեքը էլ ինչպես բեմադրված էր, այդպես երգեցինք միասին։ Ասեց. «Նախագահին ասել եմ, որ այս երգն եմ ուզում դառնա բանակի երգը»։ Նախագահը ոնց որ թե համաձայնում ասի։ Այդպես դարձավ բանակի երգը։ Եվ դարձավ բանակի երգ։ Հուսանք, որ այդ Երազիմ երկիր Հայաստան հայրենիք երևի այդ հույսերը մեր դժվարությունները կան, բայց այդ հույսը այդպես մեծ կմնա ինչպես պետք է լինի։ Հիմա, գիտես ինչ է հիմա։ Արարատ երգը բառը չկար չէ այդ երգում։ Տեսնես Արտոն կերկի իր Արարատ։ Արտոյի Արարատ երգը հանճարեղ է։ Առասարակ Արարատի հետ կապված ամեն ինչ շատ հատուկ է։ Ինչպես ես ընկալում այսօրվա ղեկավարության հետ Արարատի հանդեպ այսպես բանը վերաբերմունքը։ Ոնց որ սխտորի ու չարքի հանդիպում։ Ինչպես ինչ որ հայեցի է եւ հայերեն է։ Յուրաքանչյուր բան իրենց այդ նույն հակազդեցությունն է ունենում։ Շուշան, այսօր մտավորականները, արվեստի գործիչները ըստ քեզ ինչ պիտի անեն այս իրավիճակում գտնվող հայրենիքի համար։ Ինքնուրույն թվին էին անում։ Սիլվա Կապուտիկյանը, Վիկտոր Համբարձումյանը, Սերո Խանզադյանը, շատ հայտնի երաժիշտներ, նկարիչներ, արտիստներ, պատմաբաններ, գիտնականներ։ Թաքստոցներից այդ վախվորած որ մտել են, որ իրենց 2 կոպեկը չեն աշխատելու, ուղղակի մի վախեցեք, որովհետև վաղը երբ որ դա արժանապատիվ աշխատեք, դա շատ ավելի պատվաբեր է լինելու, քան այսօր։ Շուշան, բայց նկատել ես այսօր իրականության մեջ այնպիսի մի վիճակ է ստեղծված, որ մշակույթի գործիչներն էլ կարծես արժեզրկվում են, այսպես թիրախավորված են նաև, այսպես վարկաբեկվում են, այնպես են անում, որ կարծես թե ոչ մեկին չվստահես, ոչ մեկի խոսքին չհավատաս, ոչ մեկին։ Ես չեմ մեղադրում արվեստագետներին, որովհետև դա էլ է կոնկրետ ծրագիր, փչացնել արտիստներին, փչացնել։ Իմ վրա չի ազդում դա, որովհետև ես ընկերներ ունեմ, որոնք որևէ կերպ չեն կարող դրանց հետ նույն հարթության մեջ լինել եւ սրանք փորձել են փչացնել, չէ՞։ Եվ ես կարծում եմ, որ այնուամենայնիվ տեսակ եւ սկզբունք ունեցող մարդը հարգանքի արժանի է, անկախ իր մասնագիտությունից։ Արվեստագետների համար ինչու եմ ցավով խոսում, որտեղ ես ինքս արվեստ ներկայացնող մեկն եմ։ Կուզեի, որ իմ երամը արվեստագետների լիներ շատ հայ, սկզբունքային եւ հայ, շատ կուզեի։ Ես վերջում իմ հյուրերին միշտ հարցնում եմ, ինչն է մարդուն տարբերում անասունից, կարող ես թվարկել հատկանիշ 1-2։ Ուզում եմ ասել, սիրել կարողանալը, բայց հիշեցի, որ իմ ֆիզիկը շատ ավելի լավ մարդ է, քան շատ մարդիկ այսօր մեր քաղաքում ապրող եւ երկրում ապրող։ Աստծուն սրտով սիրելը տարբերում է մարդուն կենթանից։ Աստծուն սրտով սիրելը։ Ի խորոց սրտի։ Այո, իսկապես իրեն ոչ թե խոսքերով եւ կենացներում հիշել, այլ երբ որ սիրտդ հոգիդ անընդհատ իր հետ ես հարցման մեջ ես հարցի, այս քայլը ճիշտ է որ անեմ, եւ ապրում ես եւ մեջդ կյանք կա, թրթիր կա եւ դու անverջ հաշվի ես նստում տիրոջ հետ։ Այդ մեզ տարբերում է կենթանուց։ Ինչ դեպքեր առաջին անգամ եմ մտածում այդ մասին, այդ հարցը ինձ երբեք չէին տվել։ Ես զգացի, որ դու ընթացքում նաեւ այդ խորելով այդ ամեն ինչի շուրջ։ Իսկապես այդպես է։ Որովհետեւ երբ որ հասնում ես եւ հասկանում ես, որ երբեք իր նման կատարելություն չեմ կարող ունել։ Իրենց, այսինքն հոր, որդու, Սուրբ Հոգու, Մարիամ Աստվածածնի նման կատարելություն ունել չեմ կարող։
Բայց երբ որ դու գիտես, որ իրենք են կատարելությունը եւ են չափանիշը մակրամակրության ամենասիրո, ամենալույսի, ուրեմն ձգտում ես։ Ձգտում ես դա։ Ահա, այդ ձգտումը Արդեն արդեն կենթանիները, իրենք մարդուն է որսորդներ են։ հատուկ, այո։ Այո։ Սիրուն բան ասեցի շատ։ Ես էլ հիմա մտածեցի, թողեցամ եւ իսկապես այդպես է, այո։ Շնորհակալ եմ Շուշան ջան, այս լիաթոք, այսպես հոգեվոր, լիաշունչ զրույցի համար։ Շատ ուրախ եմ, որ այսօր իմ մոտ հյուր եկար։ Շնորհակալ եմ։ Այսօր իմ հյուրը հրաշալի Շուշան Պետրոսյանն էր, հետևեք 24 News-ին եւ անուշադրության կենտրոնին, կհանդիպեք հաջորդ կիրակի։